Շիրազը գիշերը չէր քնել, սպիտակեցրած պատի վրա կարմիր մատիտով ոչ թե գրել, այլ դաջել էր 6 տողանոց անմոռաց էքսպրոմտը, որը շուտով պիտի մտներ համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ։ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրակ, մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, դուք հողմերի պես ոռնացիք վայրակ, բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրակ։ Առավոտյան պատին դաջածը արագ գրի է առնում, խնամքով դնում ծոցագրպանը և շտապում խմբագրություն, տեղ չհասած հանդիպում է գրող Նայիրի Զարյանին, որը մեծ հետաքրքրությամբ լսում է բանաստեղծությունը և Շիրազին առաջարկում հենց այդ էլ կարդալ նույն օրը ֆիլհարմոնիայի դահլիճում կայանալիք միջոցառմանը։ Պատերազմի սկիզբն էր, մարդիկ արյունահեղ կռվի էին գնում։ Այդ էր պատճառը, որ դահլիճում ծափահարություններ չհնչեցին, միայն լսելի էին բանաստեղծի անունը վանկարկող ձայները՝ Շիրազ, Շիրազ։ Ժամանակ անց նրան իր մոտ է կանչում Ավետիք Իսահակյանը։ Շիրազը տեղավորվում է վարպետի կողքին, թախտի վրա։ Իսահակյանը գրկում է Շիրազի ուսը և փոքր-ինչ հուզված բանաստեղծի ճակատից խնամքով հետ է տանում անհանգիստ մազափունջը, համբուրում, ապա բանաստեղծական տողերը ոչ թե արտասանում, այլ կարդում է զրույցի պես. «Այո, մենք կմնանք մեր լեռների պես, նրանք կգնան վայրի հողմերի նման»։